Ուրեմն նայեք, ձեր ներկայացնելով այսօր երկու միջնորդություն մեկը, որ իմ խափման միջոցը փոխելու օրն է, կալանքի օրը լրացել է եւ պարոն Վարդևանյանը իմ ընկերը իմ փաստաբանը միջնորդությունը ներկայացրել։ Մեկ վարկան ընդհատեմ ոչ թե լրացել է, լրանալու է։ օգոստոսի Այո, անցյալը լրանալու է, մենք շաբաթ առաջ քննում ենք, ես ուզում եմ ասեմ, որ կարծում եմ երկու միջնորդություններ կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք կանխավ որոշում եք կայացրել, որ ես պետք է մնամ կալանքի մեջ։ Առանց լսելով մեղադրյալների միջնորդությունը, կարող է մեղադրյալները գիշերը մեծ բարի երազ էին տեսել, որը սպասելիքի գային եւ ասեին Արտուր Սարգսյան եկեք տանք վարչական։ Բայց դուք անցած դատական նիստին կանխավ որոշել եք եւ հայտարարել եք, որ Արտուր Սարգսյանը մեղադրվել է տնային կալանքի մեջ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, եթե դուք արդեն կանխավ որոշել եք, որ ես մի տարի ասում եմ էստերի որոշումները կանխավ որոշում է, շնորհակալություն ձեզ իմ մեկ տարվա ասածը հիմնավորեցիք, հիմա այս միջնորդությունների իմաստը որն է, որ մեկ թատրոնի դերասած են, դուք որոշել եք պետք է մնանք միանգամից կարասը տվեք վերջացնենք գնանք, իմաստը որն է դատական դուրգա, կա Վարդևանյանը միջնորդություն անի, բոլորը լսեն, սենց լավ վերջում ասեք Արտուր Սարգսյանը պետք է մնա տնային կալանքի մեջ, միանգամից ես առաջարկում եմ դատախազը միջնորդություն չանի, Վարդևանյանը տերենգա չտացի, միանգամից տվեք տնային կալանքը վերջացնենք, ուրիշ դրա երկրորդ հարց տեղ չկա։ Եվ երկրորդը, որ այնօրը տես միջատեպ եղա, որ իրականում սենց այնօրվա նիստին եմ ուզում անդրադառնամ, որ սենց հստակ որ ասեցի, էլի դրսում էլ ասեցի, որ Վարդևանյանը սենց դպրոցը ոնց են բացատրում ատար աթոր, սենց բացատրել սահմանական դատարանի որոշումը, Ջրապետ դատարանի որոշումը, դրանից հետո դուք հաշվի չառաք, եթե դուք ես մի տարի ինձ ճանաչելով գիտեք, որ ես արձարության համար պայքարում եմ, ուզում եք տենց անեք, որ ես վրդովեմ, ինձ հետ տանեք, կարեք միանգամից հետ տանեք կալանքի անգեստ եմ ասում, պետք չես եմ օրենքը կորտալու են, ես երկիրը ավելի շատ եմ սիրում օրենքները, քան ինձ, որ եթե իմ համար եք այդ կանանը, որ ես ախրից դում տեմ, դրա կարիքը չկա, միանգամից կարեք հետ տանեք, ես դրա խնդիրը չունեմ, էլ եմ ասում, կալանք իմ համար արժեք չունի, ես կալանքից չեմ վախենում, ու որոշումներ արդեն կայացրել եք, հիմա կալանքը տվեք այդ Վարդևանյանը չխոսի երկրորդն այն միջնորդությունը 5 միլիոն դրամ, ախր ինչ են կարևոր 20 միլիոն դրամ իմ ընկերները տվել են, էլ եմ 5 միլիոն տանեք, 5 միլիոնի ես համաձայնեմ, որ ինչ կապելացեք կալանք Երկրորդն ես ոչ թե առաջարկում եք 25 միլիոնը չնայեք, ես առաջարկում որ ընդհանրապես եկեք միջնորդությունը չքննարկենք, որոշումը կայացրեք գնանք առաջ, շնորհակալություն Ժորժյան ուժեր եք